Այսօր հանքարդյունաբերությունն այլևս միայն ծանր տեխնիկա եւ հանքաքար չէ, այն տվյալներ են, արհեստական բանականություն, ավտոմատացում եւ ճշգրիտ հաշվարկներ։ Երկրաբանության մեջ արբանյակային պատկերները, դրոնները, 3D մոդելավորումն ու մեքենայական ուսուցումն օգնում են բացահայտել հանքավայրերը ավելի արագ եւ ավելի ճշգրիտ։ Հանքաքարի արդյունահանման եւ մշակման փուլերում ավտոմատ կառավարման համակարգերը վերահսկում են սարքավորումները, կանխատեսում խափանումները եւ բարձրացնում արտադրողականությունը։ Լաբորատորիաներում թվային վերլուծությունը եւ ռոբոտացված համակարգերը նվազեցնում են սխալվելու հավանականությունը եւ արագացնում որոշումների ընդունումը։ Անվտանգության ոլորտում խելացի սենսորները, տեսախցիկները եւ դյուրակիր սարքերը հետևում են մարդկանց ու տեխնիկայի տեղաշարժին եւ նախազգուշացնում ռիսկերի մասին։ Կայուն զարգացման ոլորտում տեխնոլոգիաներն օգնում են վերահսկել ջուրը, օդը, թափոնները, էներգիայի սպառումը եւ շրջակա միջավայրի փոփոխությունները իրական ժամանակում։ Ժամանակակից հանքը դառնում է խելացի, անվտանգ, արդյունավետ, իսկ շահագործումն ավելի պատասխանատու։ Ուստի հանքարդյունաբերությունը կարիք ունի ոչ միայն երկրաբանների ու ինժեներների, այլ նաև ծրագրավորողների, տվյալագետների, ավտոմատացման մասնագետների եւ նորարարների։ Եվ հակառակը չկա IT ոլորտի զարգացում առանց հանքարդյունաբերության։ 2025 թվականին տարբեր գնահատականներով միայն տվյալների կենտրոններն ու դրանց հարակից ենթակառուցվածքներն օգտագործել են 1.1 միլիոն տոննա պղինձ։ S&P Global-ի կանխատեսմամբ այս պահանջարկը 2040 թվականին կարող է հասնել մինչև 2.5 միլիոն տոննայի։ Համեմատության համար աշխարհում զտված պղնձի տարեկան պահանջարկը 2023 թվականին եղել է մոտ 26.5 միլիոն տոննա։ Այսինքն տվյալների կենտրոններին առնչվող պահանջարկն արդեն համադրելի է պղնձի համաշխարհային սպառման շուրջ 4%-ի հետ։ Հայաստանի երկու ամենահեռանկարային ճյուղերն ունեն գործակցության անսպառ պոտենցիալ եւ հենց այս պահին կառուցվում են այն իրականացնելու կամուրջները։